Ողջույն սիրելիներս, այսօր ես մի փոքրիկ տեսանյութ եմ պատրաստել, ես կներկայացնեմ, թե ինչպես է անցնում մեր կյանքը օտար երկրում։ Համոզված եմ, բոլորի համար խնդիր է, երբ որ դու հայ ես, ապրում ես օտար երկրում և քո երեխան չգիտե հայերեն։ Այո, այսօր գտնվել է այդ լուծումը, որ երեխան կարող է օտար երկրում սովորել հայերեն, հայոց պատմությունը, հայոց գրերը, ինչպես նաև երգեր, պարեր, ամեն ինչ կապված է հայկական մշակույթի հետ։ Որպեսզի երկար-բարակ չխոսեմ, եկեք դիտեք։ Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանությունների էջում, ես անպայման կպատասխանեմ։ Եվ մի տանի մեզ փորձության, այլ թթի մեզ չարից, քանզի քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանը, ամեն, ապրեք շատ։ Երեխաներ, լավ է դպրոցում։ Հա, մենք երջանիկ ենք, որ գալիս ենք հայկական դպրոց։ Իմանում եմ Հայաստանի մասին, Անում ես, ահա, ու սովորում եմ հայերեն լեզուն։ Հայկական դպրոցում սովորում ենք AIBB-ը ու Հայաստանի մասին ավելի շատ ենք իմանում։ Սիրով եմ գալիս։ Կարամասում շատ սիրով գալիս եմ, շատ լավ ամեն ինչ։ Սիրով գալիս եմ, շատ լավ է։ Ինչ է դպրոցը դες գալիս։ Սովորում ենք հայկական լեզու։ Հայերեն։ Լավ դպրոց է։ Ինչ է սովորում եք դպրոցում։ Մենք սովորում ենք հայկական լեզու։ Լավ դպրոց է։ Սիրով է շփվում եք հայ երեխաների հետ։ Ունեք լավ դասընկերներ։ Մենք սովորում ենք հայները, հայկական գերբերի նշանները։ Կարող ես AIBB-ն ասել։ Դե ասեցի։ ԱԲԳԴ ԵԶ ԹԺ ԼԽՑ ԿՂԾ ՂՃՄ ՉՊՃ Ինչ նախադասություն եք ասում։ Մեր հայրենիքը դա Հայաստանն է։ Հայաստանն է։ Հայաստանի մայրաքաղաքը Կովկասի նախադասությունով եք ասում։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։ Երևան։ Հայաստանը ինչով է հարուստ։ Ինչով է հարուստ։ Իստորիան, հայերեն, պատմությունով, էլ ինչով է հարուստ մեր հայրենիքը։ Չէ։ Վաստրմայը։ Թվականին։ Ով էր Մեսրոպ Մաշտոցը, ապրես Միքայել ջան, ասա Արման ջան։ Մեսրոպ Մաշտոցը Հայաստանի ամենաառաջին ուսուցիչն է։ Հայերեն առաջին ուսուցիչն է։ Մաշտոցը ստեղծել է հայերենի Այբերանը 4 օրի։ Հայերեն տարերը։ 4 օրի թողնում։ Հայաստանի դրոշը ինչ գույներից է բաղկացած։ Կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Աձերքով, այս են դու ասա։ Կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Ով կասի կարմիր գույնը ինչ է խորհրդանշում։ ժողովրդի թափած այլ։ Ապրես կեցես, խաղաղ երկինք, ապրես Մարիամ ջան, իսկ նարնջագույնը աշխատանքը, ապրես կեցեք։ Ինչ զգացողությամբ եք պարապում օտար երկրում։ Շատ ուրախ եմ, շատ սիրով գալիս եմ իմ դասին։ Ամեն օր նոր ձևով ուզում եմ դասը տամ, որպեսզի իրանց մոտ կրկնություն չլինի, հետաքրքիր ձևեր եմ մտածում, որ իրանց մոտ հետաքրքրություն առաջացնեմ, իրանք էլ սիրով գան։ Ես մեծ ուրախությամբ գալիս եմ, մեծ սպասումով, ամեն շաբաթ օրը։
Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից, ընկեր Աննա, որ դուք այսքան մեծ հաճույքով սպառակում եք երեխաներին։ Սարան մտնելու որոշումը ես մտածում էի, որ իմ համար կլինի մեծ դժվարություն ամեն դեպքում օտար հողում սովորած, ծնված մեծացած սովորած երեխային կամ ես հայերեն սովորացնեմ, ես մտածում էի շատ դժվար կլինի մտածում էի, որ չընդունեմ այդ առաջարկը, բայց երբ որ ես մտա դասարան, ես հասկացա, որ հայը որտեղ էլ որ լինի, պարզ երևում է, որ ինքը դուրս է եկել հայ ընտանիքից։ Ես առաջ օրվանից արդեն իմ կասկածը, իմ մեջ այդ մտավախությունը հաղթահարեցի, հասկացա, որ մենք կարող ենք սիրով, փոխադարձ հարգանքով առաջ գնալ եւ հասնել մեր նպատակ։ Օտար հողում ունենք հայկական բացված դպրոց, օտար հողում սովորենք հայերեն, խոսենք հայերեն, պահպանենք մեր հայեցողությունը։ Մենք նույնիսկ վերջերս մասնակցեցինք մրցույթի հայկական հայ համայնքի ասոցիացիան էր կազմակերպել ամբողջ Ռուսաստանով մեր դասարանից 3 աշակերտներ ցանկություն հայտնեցին մասնակցել նկարչական մրցույթին եւ ասեմ մեծ ուրախությամբ երեքսել 3 աշակերտներն էլ իրենց հետ միասին ես էլ ստացանք դիպլոմներ առաջի, երկրորդ, երրորդ կարգի։ Ես էլ շնորհակալակիր մասնակցության եւ այս բոլոր աշխատանքների կազմակերպիչ, այսպես ասեմ, իր ամեն ջանք ու եռանդը չի խնայում մեր տնօրեն, պարոն Հակոբ Գրիգորյանը, որ մեզ տվեց այս հնարավորությունը, մենք ունենանք օտար հողում հայկական դպրոց, մեր հայ երեխաները կարողանան հաճախել դպրոց, մենք ունենք բավականին գերհագեցած գրականություն, չենք խեղճանում այդ գրականությունից, ես այսօր երեխաներին բաժանել եմ եւ տետրեր եւ գրքեր, չենք խեղճանում ոչ մի բանից, ասենց ասեմ, ու պետք է առաջ գնանք։ Սովորենք եւ սովորելով գնանք դեպի մեր հայրենի ես ծնողներին, որ իրանք էլ առանց ջանք ու եռանդ խնայելու իրենց երեխաներին հանգստյան օրը իրենք տանջվելով, իրենց երեխաներին տանջելով ուղարկում են դպրոց, միշտ մեր կողքին են, միշտ պատրաստական ձևով ուղարկում են առանց բացակայությունների եւ երեխաներն էլ սիրով գալիս են, ունենք երեխաներ, որ մեծ սիրով, մեծ աշխատասիրությամբ հասնում ենք նպատակի։ Իրոք անկեղծ եմ ասում, իրանք եթե սիրով գալիս են ու մեծ սիրով աշխատում են։ Благодарություն ընկերանային, որ մեզ սովորացնում է օտարերկրում հայերեն։ Вообще от лица всего коллектива от тебя выразить огромную благодарность учительнице за то, что научила нас многому. Когда я пришел впервые, я ни букву не знал, а сейчас почти пишу свободно на армянском. Огромное спасибо за все, что вы делаете для нас. Есть учителя, которые просто учат, потому что это их работа, а вы делаете с любовью. Спасибо. Եվ վերջում սիրելիներս, ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ այսպիսի բարի գործ են կատարում, ուղղակի խոսքերն ավելորդ են, եւ նաեւ ձեզ սիրելի հետևորդներ, որ դիտում եւ գնահատում եք իմ աշխատանքը, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։ Հաջողություն ձեզ երեխաներ։